Հիմա ամենակարևորը այսօր լսում եմ Գագիկ Ծառուկյանին, Ժողովուրդ ջան, այդ մարդը բան այլ է, ով բաթա։ Դե այսօր արդեն հայտարարեցին, որ ցեմենտի գործարանն էլ է պետականացվելու նույն հեցի նման, մոտորերը սես, այս շաբաթվա մեջ հնարավոր է մի հատ դիրեկտոր էլ ընդ ուղարկեն, միջև արդեն Ծառուկյանից վերցնեն այդ զավոդը։ Հիմա դրա համար Ծառուկյանին հարց են տալի, Ծառուկյանն ասում է, դե մենք 25 տարի օրինական բան ձեզ առել ենք, ես գիտեմ, որ այդ զավոդը Ծառուկյանը առել է $1000 Հիմա կարող ասի $1 միլիարդ ես ընդեղ դրել եմ, ես եմ արել, նու այդ իրանց գործն է, բայց պետության դեմ խաղ չկա, ասում է պետությունը Նիկոլ Փաշինյանն ասում է, մեզանից գողանում է։ Հիմա ես ուզում եմ ասեմ, Ծառուկյան ջան, ձեզանից չեն գողանում, այդ դուք եք գողանում։ Անդե մարդիկ աշխատում են քո այդ ցեմենտի զավոդներում, դու երբ ուզում ես զավոդը աշխատությունում ես, երբ ուզում ես չես աշխատությունում, մի 3 ամիս աշխատությունում ես, մի 5 ամիս մարդկանց տուն ուղարկում, հետո մենք սա գիտենք ամեն ինչը ոնց է արվում, ոնց է կանում։ Մարդիկ մնում են առանց աշխատանքի, առանց վարձատրության, առանց որևէ մի բանի, մարդիկ աշխատում են, մարդիկ Գագիկ Ծառուկյան ուշադիր լսի, մարդիկ աշխատում են, դու քրտննում ես ու չգիտես ինչու հարստանում, իսկ այդ մարդիկ հիվանդանում, այդ ցեմենտի փոշին կուլ տալի, թոքերը բանը լարի փչացնում ու ոչ մի բանի իրանց ցամաք հացի փողն էլ չեն կոմոտա, իսկ հիմա պետությունը վերցնում է իրա վրա, ճիշտ է անում, որովհետև դուք գողանում եք, դուք հարստանում եք, իսկ պետությունը աղքատանում է, հասկանում ես Գագիկ Ծառուկյան, հիմա պետությունը վերցնում է իրա վրա, որ պետությունը աշխատցնի, պետությունն էլ հարստանա, մարդիկ էլ ամեն ամսի աշխատանք ունենան, ոչ թե 4-5 ամսով առանց վարձատրելու օդպուսկ ուղարկեն։ Մարդիկ հոսաղ գիտեն, հոգո ասելով չի, փորը տնգում ես սիրուն կուրտկեքը հակնում, սիրուն սարոշկեքը հակնում, ես եմ Ծառուկյանն եմ, սենց եմ, նենց եմ, սենց եմ անում, նենց եմ անում, հանում ես քո համար ես անում, ուրիշ ոչ մեկի, ամբողջ Հայաստանը քրտնում է, դու հարստանում ես, հետնել ասում ես քրտնել են գիշեր ցերեկ, ամբողջ Հայաստանը աշխատում է, դու հարստանում ես, բայց պետությունը ինչ չի հարստացել, ինչի պետությունը չի հարստացել, մի խոսքով Գագիկ Ծառուկյան, պետությունը ճիշտ է անում, լրիվ է վերցնելու, այսօր պետությունը հլը աղքատ է, բայց որ արդեն կամանց կարողանում է այդ բաները նորից ետ վերցնել, ուրեմն պետությունը արդեն հարստանում է, այսօր ցեմենտի զավոդն է վերցնում, վաղը Գազպրոմն է վեկալելու, մյուս օրը մի ուրիշ բան, ամբողջովին վեկալելու է, 51% ամեն ինչի պետք է լինի պետության սեփականությունը, հասկանում ես, բայց ասում ես, այդ բաներիդ վաղտը ասում ես, Գագիկ Ծառուկյան ասում ես, պետությունը վարկերը հեչանի, մինչև 3 միլիոն ես մի բան են, այդ ինչով հեչանի, եթե պետությունը ինքը չաշխատի, ինչով հեչանի եղբայր, հա? Քո համար այդ ամեն ինչը աշխատեն, դու միլիարդատեր դառնաս, պետությունը ոչ մի բան, ու պետությունն էլ այդ վարկերը բան փակի, հա, ինչով փակի։ Այդ դենց 51%-ները պետությունը վեկալելու է, քեզ թողելու է անդե, չգիտեմ, ինչքան տոկոս ու դու միշտ աշխատելու ես, աշխատացնելու ես զավոդը։ Քեզնից լրիվ չի վեկալելու, 51%-ը։ Այդ տենց է, կարող է և լրիվ վերցնի, տա ապշե ուրիշ մարդու,
Մյուս անգամ այդպես բաներ չասեք։ Փաշինյանը հիմա պետություն է սարքում։ Դուք սարքել եք գողապետություն, պետությունը թալանելուս եք եղել։ Մինչև 18 թիվը։ Իսկ Փաշինյանը հիմա սարքում է պետություն, որը կարողանա եւ հոգալ մարդկանց, եւ վնասներ, պետությունը վնասներ ա կրում, ջրհեղեղներ ա լինում, չգիտես հազար տեսակ բաներ ա լինում, պետությանը պետքա ունենա իր 50%-ը մեր Հայաստանի բոլոր ընդերքի, այն բոլոր ընդերքը, որ լրիվ ոսկու հանքերա, էսա, այնա, ինչ կա, չկա, սա հատ-հատ տալու եք պետությանը, հատ-հատ, պետությունը հիմա ուղղակի այնքան չի հարուստ, որ մի անգամից վերցնի, բայց հատ-հատ, այս 5 տարվա մեջ լրիվ Հայաստանում ինչ կա, չկա, լրիվ դառնալու է 51%-ը պետական, որ պետությունը կարողանա ամեն ինչը, պետությունը կարողանա թանկ բենզին առնի, ինքը սուբսիդավորի, բենզինի գինը էժանանա։ Հիմա այսօր ինչ եք ասում։ Հիմա Նարեկ Կարապետյանը ինչ է ասում։ Ասում է, հեծում վնաս են անում, պետությունը թաքուն ֆինանսավորում է, որ միջև այսօր ընտրությունները ասում է, մարդիկ չիմանան։ Հասկանում եք, պետությունը թաքուն ֆինանսավորում է, որ մարդիկ չիմանան։ Ոչ Նարեկ Կարապետյան ջան, ես այդպես չգիտեմ։ Պետությունը ընդհակառակը, այն որ բան էին անում, մարդիկ հոսանք էին քաշում բան, պետությունը ընդհակառակը 40% գները էժանացրել է։ Հիմա չասես, թե դա էլ է պետությունը իր հաշվին անում, հենց այս ընտրությունները պրծնի նորից թանկացնելու է, ոչ։ 40% հետա էժանացրի, հեսա մի քիչ վաղ տանցնի, տենալու ես լուսի գներն էլ է իջացնում, էդ էլ է լինելու է։ Որովհետև պետությունը ինքն է կանտրաբանանում, այդ ամեն ինչը կոնտրոլիրovat անում։ Իսկ դուք ինքներդ եք հարուստացել։ Թե հեծով, թե ոսկու հանքերով, թե այն մեկով, Մարդիկ աշխատել են իրանց համար մի չնչին աշխատավարձ ստացել, դրանից պետությունը մի չնչին տոկոս գանձելա որպես հարկ, մնացածը ձեզ համար է, ձեր 80%-ը հաշվեք, ձեր սեփականությունը ձեզ համար ինչ ուզել արել եք, պետության ունեցվածքը, անունն էլ դնում եք, թե դուք ինչ-որ բան եք արել, դե հիմա ասեք տենամ հեծը ինչքանով եք արել, Հեծը вообще կոպեկներով եք արել, իսկ հիմա ուզում եք միլիարդներով պետության վրա վաճառեք։ Այդտենց, ամեն ինչը պետությունը ամեն տարի հարստանալով մի բան վերցնելու է իր համար, պետությունը։ Պետությունը եթե մնաց աղքատ, պետությունը ոչ մի բան չի կարա սուբսիդավորի, ոչ մարդկանց բուժման համար, ոչ թոշակ բարձրացնի, ոչ մի բան չի կարա։ Իսկ դու ուզում ես ինքը աշխատի, ինքը հարուստանա, իբր լավություն անում, որ մարդիկ ընդի էշի պես աշխատում են թոզը կուլ տալով, այդ մի չնչին աշխատավարձ է տալի, իր կարծիքով դա մարդկանց լավություն անում։ Այսօր իր ասածը էդ էր նշանակում։ Դրեք նայեք էլի իր ասած խոսքերը։ Մարդու խնդալ էլ է գալի։ Մարդկանց սավսեմ դրել են էշի տեղ։ Մի խոսքով ստես բաներ, ժողովուրդ ջան։ Մի երկու խոսքել ուզում եմ են ես նրան գյադա եմ ասում են Օսիպյանա ինչի այն որ եկել էր բաներ անում ընդե իրանց լեզվով ասած Փաշինյանի առաջ լոկ էր անում տղա ջան ով չգիտի որ Փաշինյանը այն որ քեզ ասում է բա դու ինչ չես զոհված գիտես թե սուտ է ասում ես էլ եմ ասում Մենակ 44 օրյային իմ հարազատներից 3 հոգի զոհվել է։ Իսկ դու ինչ էիր անում։ Ես հետևել եմ։
պատերազմի ժամանակ հեռախոսը ձեռդ լայվ էր անում։ Բայց գլուխդ վիզդ հաստացրել ես, ինչ չէր գնում կռիվ։ Ես ակասես ես կռվին մասնակցել եմ։ Ոչ մի տեղ էլ չես մա, սաղորը լայվեր էիք անում։ Ոնց լայվեր անում էիք, տենց եկել եք շարունակում եք, տենց էլ լայվեր եք անում։ Լայվը ինձ համար է, ես մեզ մարդեմ տարիքով պարապ, սարապ մարդեմ, ես կարամ վերլուծեմ, ինչա կատարվում, ինչ չի։ Դուք ինչ, դուք պետք է աշխատեք, տղա ջան, ջահել երիտասարդներ եք։ Դուք պետք է աշխատեք, որ այս երկիրը զարգանա։ Գոնե միջև 60 տարեկանը պետք է աշխատեք։ Նստել եք ամեկդ մի հեռախոս ձեռներդ սաղորը լայվ եք անում։ Եկել ես Փաշինյանից ինչ որ բան ես պահանջում։ Բա 30 տարի ինչ չէիք կարողանում պահանջեք։ Եկել ես ասում ես, ասես փաստաթղթեր, նես փաստաթղթեր Փաշինյանից եք պահանջում։ Փաշինյանից պահանջելու ընդհանրապես ես որ այդ թեման իրականում զարգացնեմ, դուք սաղը պետք է գժվեք, ընկնեք գիժանոցները։ Փաշինյանից ընդհանրապես պահանջելու ոչ մեկը ոչ մի հատ sense իրավունք ընդհանրապես չունի։ Ընդհանրապես դու եկել ես ասում ես ես փաստաթուղթ կարում դե դրած ինչի չես ստորագրել կամ ինչ չես արել։ Յա, իրոք Թուրքն էլ մեռած էր էլի, սպասում էր որ դուք պետք է ինչ որ որոշումնի անեիք, ընդ Փաշինյանը մի ինչ որ բան չի ստորագրել, այտենց պատերազմը պարտվեցիք, հա։ Թուրքի որոշումը որ ձեզ բոլորին քոչացնի ինձ։ Լրիվ մի հատ մարդ չթողի։ Հիշում եք մեր ժամանակներում մի հատ զրույց կար, որ ասում էին Հիտլերն ասել է, այս ազգին լրիվին վերացնելու եմ, կրտելու եմ ավելի շուտ, մենակ մի հատ պահեմ մուզեի համար։ Հիշում եք ժողովուրդ ջան, տարիքով մարդիկ կհիշեն, անեկդոտի նմանը սենց ասում էին։ Այդ նույն Ձեև Ալիևնա որոշել, որ մի հատ չի թողելու ուտե։ Ինչ կա, 11 թվից են Սերժ Սարգսյանը խնդրում էր, որ այդ շրջանները հանձնի, Լիժբա Ալիևը կռիվ չսկսի, 11 թվից Կազանում խնդրում էր, Ալիևը ասեց, յոխ, полностью весь Карабах вместе со всеми районами и точка, Ալիևի խոսքը, հմի եկել եք, Ալիևը սենց ասեց, Ալիևն ասեց 300,000 մարդ դեմ բերի, ես դեմանի, հա, 100 տարի էլ մենք ասում ենք Թուրքիայի 40%-ը Հայաստանի տարածքն է, Բաքուն Բաքուրակերտն է, Կիրովաբադը Գանձակն է, Ղարաբաղը Արցախն է, 100 տարի է չենք ասում, հիմա էլ նրանք են մեր վրա կայֆ բռնում, ինչ եք ուզում, որ վարչապետի թեկնածուները առավոտից իրիկու թուրքից են խոսում, առավոտից իրիկու, արա, էլ բան չունեն աս, առավոտից իրիկու թուրքից են խոսում, թուրքը գալու արդեն են օրը ասում է, ինչ 300, 500 հնարավոր է 1 միլիոն թուրք գա Հայաստան, բա դու վարչապետի թեկնածու ես, ասենք թե դու չես ընտրվում, մեկն է ընտրվում, դու էլ Հայաստանի կողմնակից չես, հա, Այտենց եք եմ մտածում, այտենց եք մտածում, 15 հոգի վարչապետի թեկնածություն եք տվել, ցանկացած վարչապետը ով ընտրվեց, բոլորիդ համար երկրի վարչապետը նայա արա, դուք կայնել եք թուրքին եք բանանում, թուրքը սենց ասել, թուրքը դենց ասել, Այսօր էլ մի քանի հոգի ինձ են գրել, սենց են անում, մնի ազգն էլ Աբրամյան է, ինձ գրել է, կարող է քո Նիկոլը չի ասեց, որ Բարխուդարլուն տալու եմ, ասի տղա ջան, էդ որ պապդ ազգը վերակալ է Աբրամ, թուրքի ազգ, Այդ Բարխուդարլուն էլա չգիտես ինչու թուրքի անուն, հենց այդ պապտա 100 տարի առաջ, այդ Բարխուդարլուն ճանաչել, Ադրբեջանի մաս, հիմա Նիկոլի տալով չտալով, հա,
Կարող է պատահի մի 100 տարի էլ բարխուդարլույը, ես ասի բարխուդարլույի համար մի է կրվի տղա ջան, դու էլ կրվի Արցվաշենի համար, ասա բարխուդարլուն եթե տանք, մենք է Արցվաշենը պետք է մենք հետ ստանանք, դու Արցվաշենի համար կրվի, դու ինչի ես բարխուդարլույի համար կրվում, որը օֆիցիալի համարում է Ադրբեջանի տարածք, անկլավա, ինչ քաքա, նրանց տարածք է համարվում, դու մերն էլ անկլավա Ադրբեջան, դու Արցվաշենի համար կրվեք, ոչ թե ադրբեջանական համարվող օֆիցիալի տարածքների համար այստեղ գալմաղալ արեք, դուք էլ Արցվաշենի համար առավոտից իրիգու ասեք, ոչ թե վարչապետին ասես բանի տեղ բան արեք անընդհատ, ինձ համար կապ չունի, ես ասում եմ 10 տարի Քոչարյանն է եղել, 10 տարի Սերժ Սարգսյանն է եղել, մենք ինտերնետում համացանցում բոլորին ճղում էինք նրանց համար, իսկ հիմա ինչ է կատարվում, Քոչարյանն ասում է Քոչարյանականներ, այս մեկ են մեկ Նիկոլին պետքա ճղենք, հասկանում եք, թշնամուն թողած Նիկոլին են սաղնել ճղում, արա Նիկոլը ձեր վարչապետն է, մեր երկրի վարչապետն է, երբ որ դուք կդառնաք վարչապետ, այն ժամանակ ուզում եք ճղեք, ուզում եք թուրքին ճղեք, ուզում եք ճղեք, մի խոսքով սենց բաներ, ժողովուրդ ջան, ինչ որ մերը չի, ժողովուրդ ջան, մենք չենք կարա պահենք, դա չի նշանակում, թե Նիկոլը պետք է տա, Նիկոլը պետք է Արցվաշենը ետ բերի, ես ասում եմ Նիկոլ, եթե Արցվաշենը դու ետ չբերեցիր, դա լավ չի լինելու, կամ էլ հակառակ դեպքում պետական մակարդակով այդ տարածքների հետ փոխանակում, Արցվաշենը մնում է իրանց մոտ, ոնց որ հիմա իրանց մոտ է, այդ բարխուդարլու հետ էլ մնում է մեր մոտ, Տիգրանաշենը բանը մնում է մեր մոտ, ոնց որ մեր մոտ է, վերջ, ոչ մի ուրիշ ձև հնարավոր չի կարա լինի, նրանք պետք է մերը վերադարձնեն, մենք պետք է նրանց վերադարձնենք, և վերջ, Ադրբեջանն ասում է, 300,000 հատ թուրք ուզում է գա Հայաստան բնակվի, մենք էլ ենք, ես ինքս Ադրբեջանի ծնված եմ, ես էլ եմ ուզում գնամ իմ Ադրբեջանի իմ որտեղ ծնվել եմ ընդե բնակվեմ, ես էլ եմ ուզում, գիտեք չեմ ուզում, թե չեմ ուզում, 500,000 հայ դուս է եկել, դուք էլ ասեք, մենք էլ ենք գնում 500,000, թուրքը կգա, բայց դուք տակներդ կանեք, չեք գնա, Այսօր հիմա որ ասենք ես Ղարաբաղցիները սենց խոսում են, չէ, ճանապարհը բացի ասա գնացեք, ոչ մեկը չի գնա, ոչ մեկը չի գնա, այդ Օսիպյան եք ասում, ինչ եք ասում, այդ երեխեն, որ վարչապետի առաջին տես մեծ խոսում էր, նա Ղարաբաղում ոչ աշխատել է, ոչ պաշտոնյա ալել, ոչ ես ալել, ոչ է, իր անունից կոմիտասի վրա կվարտիրա ունի առած, այդ փողը նրան որդյան, մենք էլ ասենք, ես տարիքով մարդ եմ, դուք սենց ինձ մի նայեք, ես ամեն բանից էլ տեղեկացված եմ, կոմիտասի վրա այդ տողուն իր անունից տուն ունի առած, կվարտիրա, ընդե կվարտիրեքը գիտեք, միջև 200-250,000 դոլար փող է կազմում, որդյան, տղա ջան, այդ որ Նիկոլին ասում ես, փողերը ում ես ղարգել, քեզ էլա չէ բաժին հասել, ինչ որ մեկից, թե ումից, ժողովուրդ ջան, ոչ եմ լավ եղեք, առողջ եղեք, երեք մի քանի հոգի ընդե գրել են, ես լրիվ կարդում եմ ժողովուրդ ջան, հենց պարապ եմ մնում, չեք կարդում եմ, մի քանի հոգի գրել են, իբր իմ խոսելուց հետո իրանց ճնշումները դզվել է, ժողովուրդ ջան, կարող է ձերը դզվել է, բայց իմը բարձրանում է, շատ խոսալուց, շատ չխոսամ, ես ցանկանում եմ, որ բոլորի ճնշումները իջնի, ամեն ինչը գլուխներն ու չցավի, հիվանդություն չունենաք, առողջ լինեք, լավ լինեք,
միշտ այս հենց ուրախ լինեք, ինչ ասեմ ժողովուրդ ջան։